Թրամփի հայտարարությունից բառացիորեն րոպեներ առաջ ինչ որ մեկը շատ մեծ ստավկա է դնում, որ հեսա կուրսը ընկնելու է Bitcoin-ի ու դրա վրա $160 միլիոն է աշխատում։ Մեկը մեկին 100% ապացույց է կարելի ասել, որ հեսա insider trading է։ Մարդը sense գլոբալ մակարդակի հայտարարություն անում ու այսպեսի ազդեցություն է ունենում շուկաների վրա, վտանգավոր մեծ ազդեցություն է դա, որը կարելի է նաև օգտագործել փող աշխատելու վրա կամ էլ քո հակառակորդներին վնաս տալու համար։ Սա կոչվում է insider-ական trading, որը օրենքով արգելված է, բայց սա կրիպտոյի հետ չի առաջացել, սա միշտ գոյություն է ունեցել։ Նույն բանը վերաբերում է արժեթղթերի շուկային։ Երբ որ ինչ-որ կազմակերպություն, ենթադրենք, խրախուսվելու է ԱՄՆ կոնգրեսի կողմից, պայմանագրերի տեսքով կամ ինչ-որ օրենքների տեսքով, ու դրա արդյունքում օրինակ արժեթղթը դրա բարձրանալու է, ու հանրությունը դրա մասին չգիտի։ Գիտեն մենակ կոնգրեսմենները, ովքեր որ այդ օրենքը շրջանառում են, ովքեր այդ օրենքի համար քվեարկելու են, իսկ մինչև չի քվեարկվել ու օրենքը չի անցել, այդ դրական լուրը հələ չկա նորությունների մեջ։ Իսկ քաղաքական գործիչները այդ ինֆորմացիան նախապես իմանալով կարողանում են չարաշահել ու դրա վրա փող աշխատել։